Ողջույն, սիրելիներս, ուզեցի սկսեմ նոր վլոգ, ես պատրաստվել եմ, գնում եմ համալսարան, որոշեցի հագնելս արևոտ շապիկը, շատ եմ սիրում իրան, ականջող էր, մազերս գիշերը հյուսել էի, որ առավոտյան քանդեմ, ինչպես տեսնում եք, հեսա կնստի մի քիչ շատ ուրացա, բայց ընդհանուր գեղեցիկ է, այսօր վերջին դասի օրն է, ու սկսում եմ միջանկյալ քննություն, թերևս նաև արձակուրդները դրանից հետո, հիմա երկու երեխեքս էլ քնած են, ես որոշել եմ իրենց թողնել միայնակ, խորիկին արտացնելու գնալ, բայց քանի որ իրանք քնած են, ես չգիտեմ ինչ անեմ, ոչ այնա խորիկին արտացնեմ, ոչ այնա իրանց քնած թողեմ ու գնամ, не знаю, как бы правильно поступать, надо думать. Այսպես երեխեք ջան, այսօր քաղաքում պարադա ինչ-որ այս տիպի բաներ են, հա, շատ ակտիվ, բայց բարեբախտաբար ես այն հատվածում եմ ապրում, որ ինձ թվում է իմ մոտ կստացվի գնալ հետ գալը ոտքով էլ կգամ, գնալը տաքսիով երևի, թերևս կարծում եմ տաքսիները այս ժամին գոնե կաշխատեն։ Ես քայլում եմ, նույնիսկ լավ եղանակը, ոչ շատ շոգ է, ոչ էլ շատ կամոտ, կարճաթևով, կոմֆորտ է, որ մի թեթև թաթիկները ծառում են, բայց պիատնի է դաժե։ Հասնում եմ համալսարան, այս հետևում Ռասիայի հատվածը արդեն փակ է։ Ոստիկանական մեքենաներ, բաներ են կանգնած։ Թե չէ նենց մինչև Ռասիա հասնելս չէր էլ երևում, որ ինչ-որ հատուկ օր այսօր։ Սովորական երթևեկությունը ընթանում էր։ Всё, 4 րոպե է մնացել դասին։ Թյուտիրկու հասա։ Փաստորեն ոչ միայն սուրճ ենք խմում, մի հատ էլ մեր արևը, մեր կուրսեցին, մեր կուրսեցին չէ, բայց մեր քիպն է։ Բերել ասես բաներ ինչ որ, ասում եմ մի անգամից կարելի է տոլմամոլմա էլ տակ հասնեն, նստել ինչ բադ է, ոչ։ Այո։ Նատասայի գորեցան։ Ահա։ Չմտածեն ինձ կեղծ կերպարներ եմ օրինել։ Դավի ոտը քարա մտել, էդ ենք դզում, դուրս ենք եկել մանգալու։ Ընտանիոք հանդերձ։ Հա Դավուկա։ Ասել Արտաշեսը։ Собственно говоря, я. Камаз, Давос. Наверное, следующая остановка, да? Где-то в Кайле. Чем дальше туда? Երևի։ Դավ։ Մենք քայլելով համարյա հասնում ենք Ռասիա։ Չէ, Ռասիա դեռ չենք հասնում, բայց երևի կհասնենք։ Մտա ապտեկա Լարոշից դեմք լվալու հեղուկներ վերջացել։ Արա, էֆակլար հետ։ Ուզում եմ նաև ճանապարհի մի հատ խանութ կամ մտնեմ, խոնավեցնող կրեմս էլ է վերջանում։ Մի հատ էլ խոնավեցնող վերցնեմ։ Առանց դրա չեմ կարող ես մակիաժ առանց խոնավեցնող կրեմի սարսափա։ Խորիկ ենք հետ են ընկել մի քիչ հեսական շարունակենք։ Մտել եմ խանութ ինձ համար կրեմ առնեմ, պատոհանից ենքով։ Որոշեցինք այսպիսի մի քանի տեսակի խաչապուրի վերցնել, հյութեր, գնամ մի հատ ինձ բնական հյութ պատվիրեմ, գրեյփֆրուտի էլի ու գամ։ Դեզ ափսեներ բերեմ, թե սենց կուտեք։ Мы мужики։ Թուրինջիս կամած հյութ եկավ, այնքան համով է, ճիշտ է շատ դառնա ու թթու, բայց համով է։ Մենք հասանք այգին, այս այգին, անցան վազվզելու ճտերս։ Մենակ այստեղ ինչ-որ ամփ հայտնվեց հենց այգու վերևը հուսամ։ Դավը մի անգամից գնաց ջուր խմելու են հետաքրքիր բաներից։ Ավես, Արտաշես չթրջվեց։ Դավը նոր ձեռքը տարավ այդ ուժեղ խոսքով շատրվանին ու սաղ ջուրը չպացրեց իմ դեմքին ու մազերին։ Ամառը կբերեմ կխաղան, բայց հիմա ցուրտ է, որպեսզի լրիվ թրջվեն։ Երեխեքի հետ մտանք, Սունդուկյանի այգով դուրս եկանք, Խորենը խանութ ա մտել, Դավը ջուր ուզեց, պապայի հետ մտան խանութ, ասում է կարամ հետդ կամ գիտի, որ հոր հետ մտնի խանութ, իրա ուզած ամեն ինչու կվերցնի հայրը, ասում խոր ադամները թաշվել է, ես ու Արտաշեսս դրսում ենք սպասում։ Եկել ենք փափուկ խաղալիք ընտրենք այս ճտերին, ինչքան վաղտա Դավը ուզում էր ինչ-որ խաղալիք։ Դե նայ։ Մենք արդեն տանն ենք,
Մի երկու բան ենք առել, գնումներ, ուզում եմ ձեզ ցույց տալ։ Առաջին հերթին խանգարում եմ։ Առաջին հերթին դա երեխեք Դավն Արտաշեսը մտան խանութ, էս էլ է ջարդել Դավիթը։ Ու փափուկ խաղալիք էին ուզում։ Չգիտես ինչի, երկուսն էլ ընտրեցին։ Դե Դավը միշտ ընտրում այն, ինչ Արտաշեսն ընտրում, Արտաշեսը հավանեց էս, ասում է շատ միոյ է։ Ասում եմ ձեր առաջին ընկերուհիներն են։ Երկուսն էլ ընտրեցին նույն պինգվիններից, որպես միլախաներ, որ քնելուց ես գրկեն ու քնեն։ Էս իրանց ընտրությունը, մի հատի արժեքը։ Սպասի։ Մի հատի արժեքը 3 ինչքան էր։ Ուզում հիշեմ։ 3-8 էր, ինչ էր։ Չեմ կարողանում։ Ստեղ կա, հա, 3290 մի հատ։ Հիմա ինչ եմ իմ համար վերցրել։ Ըստ անհրաժեշտության եմ վերցրել երեխեք ջան, ինչպես արդեն ասացի։ Վերցրել եմ La Roche-ի կրեմը։ 7 քանիս ասա, 7-8 թե ինչ։ Ասեք տեսնեմ կտրոնը կա ստեղ։ Так. Where are you? Here I am. Где? 7406 դրամ։ Հա։ Այսպեսի։ Նախորդս, որը վերջացավ, լրիվ նույնից էր, ռիսկ չարեցի ուրիշ բան վերցնեմ, ասեցի լավ, նույնը վերցնեմ։ Եվ վերցել եմ խոնավեցնող կրեմ, առանց որի մեյքափաները ուղղակի հանցագործություն է իմ համար։ Սրանից միքսից արդեն 3 կրեմս է, բայց ի վերցրածը ավելի մաչելի էր, սա 4 քանիս էր։ Ուզում եմ տեսնեմ ես Wildberries-ից իմ նույն պատվիրածն, որտեղ Wildberries-ով ավելի էժան եմ պատվերին հիշելով։ Այդ աղջիկը ասեց, որ կա 2 քանիս ու սա 4 քանիսն է, եթե այս այդ գինը լինի Wildberries-ում էլ, ուրեմն օքեյ։ Պրոբլեմատիկ մաշկի համար։ Հա, ես իմ նույնից աչքով է փանգ եմ առել աչքից, գիտեք, հլե եսա։ Ասենք մտնեմ գինը նայեմ հետաքրքիր այն։ Ես գլազոնյա սարքեցի, Արտաշեսս իջավ խանութ։ Արդեն մի շաբաթ կլինի, ինչ Արտաշեսը գնում է ինքնուրույն խանութ, այո։ Մեկի համար կարող է 10 տարեկանը հլը մի բան էլ ուշ է, որ դա նոր է անում, մեկի համար միգուցե շուտ է, բայց մեզ համար, մեր այսպես բանով, արինտիրով, իհարկե խորիկին որ մնան մի քիչ կձգձգեր այդ պահը, բայց մենք մի օր այսպես պապան քանի քնած էր, որոշեցինք, որ Արտաշեսին ուղարկենք հեսակաց էստեղես խանութ, իհարկե դեռևս դուրս գալուց հեռախոսի զանգը, այսպես ասած, զանգում եմ իրան, ես չեմ խոսում, եթե անհրաժեշտ է լինում, ինչ-որ բան ասում եմ, բայց այնպես զուտ, որպեսզի միացրած լինեմ իր հետ ինչ-որ կապի մեջ, մինչև մի փոքր ավելի Այսօր է գնաց առել են լավաշ, իրանց հյութ, հետո ուրիշ խանութ գնաց Բա, եծանում այն լսում ենք ձեզ ասելիք ունես Մենակ follow չասես, խնդրում եմ ես արդեն ամաչում Նենց ասում ինչ follow, յանի ինքը չել էլի ամեն վիդեոյում ասում Ես ամաչում եմ տեղ բանը ձեզ անդհատ ասում Я философствую Философствую, ասա Есть то, что сам заработал вкуснее, чем есть то, что заработал другой человек за тебя Короче, заработать գնացել երեխես աշխատել բերել է Ինչքան ժամանակ է Դավը ասում է, որ ուզում է այն ծնունդի տորթիկներից, ասում է վաղուց մեր համար այդ տորթիկներից չես արկել, դրա համար, որնի խնդրեցի, այսօր բերեց սլիվկի, հավկիթ, մնացած ամեն ինչ ունեի տանը, կիվի, այնտեղ տարբեր մրգեր, բանան, ելակ, գիլաս եւ փորձենք սարքել համեղ սլիվիչնի տորտ, հա? Մեզ մոտ գծետա ժամը 9-ը, դրա համար կադրի որակը այդքան էլ հրաշալի չի, ինչքան որ կուզեի լինել, բայց ինչպես ասում են, կարևորը դա չի, կարևորը այն է, որ մենք համեղ տորտիկ ենք ունենալու։ Այո։ Այո։ Ուտեմ ես քո մրուտիկը, դո։ Մազեր ես երկորը տանենք կտրենք, շոքը արդեն մեղքս գալիս են ասած մազերով։ Քանի որ խորենին խնդրել էի նոր ֆորմը չկա բերի, իմ նախորդ ֆորմաները դե
փչացել էին եւ դեր եմ նետել վաղուց, իրանք շատ վատ որակ ունեն իրականում, չեր եղել անում։ Դրա համար ես ունեմ մեծ կլոր-զավադսկոյ ֆորմանի վառարանի, ճիշտ է, իր մեջ շատ չի բարձրանում, որտեղ մակերեսը մեծ է, բայց այսինքն երկու անգամ 6 ձվով խմոր կլցնենք այնտեղ, երկու այսպիսի շերտ կստացվի կլոր ու նոր մենք տորտիկը կհավաքենք, հա, կստացվի ամառային սառը մրգային տորտ, որտեղ կդնենք սառն առած, սլիվկին կսառչի, մրգերը կսառչեն ու ինձ թվում է կստացվի շատ հավես։ Հա, շեֆ-պովերի բաներն ամոռացել, կաշմար։ Ես մինչև հապտիկներ լվամ, դու շեֆ-պովերությունը թանի։ Այսպես։ Սարքելու եմ դասական բիսկվիտի խմորով, դեղնուցները առանձնացնելու եմ, սպիտակուցը խփեմ սարքեմ բեզե մի բաժակ պեսոկով, դեղնուցի վրա մի քիչ վանիլ եմ լցնելու, հետո ավելացնենք վրան եւ ալուր։ Ինչի եմ սենց ասում, որովհետեւ նի ֆակտ, որ process-ը կնկարեմ, երեխու հետ հարմար չի, այդքան համել ուզում եմ իր հետ զրուցելով բանով, այսպես հանգիստ առանց սյոմիչնի process-ի սարքեմ, էլի։ Մի րոպե կյանքս։ Ինչ սիրուն ես դու տավ այդ բանով։ Ման դու ինչ կարաս օգնես։ Հələ կատլետիկ էլ պիտի սարքեմ, ժարի տանը։ Մի րոպե արևս 2, 4, գուցե 5 ձվով սարքեմ, 2, 4, 5, 1, 2, 3, 4, 5, լավ արդեն 6 եկեք ես է 6 սարքեմ։ Սո, ես խատենք։ Մի րոպե լվամոկը ձեռքերս նոր արևս։ Որովհետև հապտիքով ձեռքերով ես ոչ մի բանի չեմ կպնում։ Այդ ձվերը, որ առնում ենք, ոնց էլ չնի, մեջը գոնե 2 հատ ճաքած ձու են դնում, ու այն տիպի ճաքած, որ մեջի թաղանցն էլ ավելացված, իսկ դա արդեն ապասմի է, էլի օգտագործել, ես դեն եմ նետում նման հապտիկները։ Ափսոս է իհարկե։ Ասենք դնելուց իրանք տեսնում են, որ ճաքած ձու են դնում, բայց մեկը դնում են։ Չեմ սիրում նման բաներ, բայց ինչև եմ։ Դու կարող ես մի քիչ խոսել, մինչև ես լսեմ։ Բայց բարձրացի, որ քեզ լսնեմ։ Ամաչում ես, որ քեզի ասում եմ չխոսի։ Դա խոսի, հələ պատմի։ Օրինակ, ինչի էի դու այսքան օր ասում, որ կարոտել ես մամայի սարքած թխվածքը, համով է լինում։ Հա, շատ համով։ Հա։ Հիշում եք, Նա դե տորտիկն է կան, բազելելը։ Ժելենի տորտիկ, հա։ Արտաշեսը որ փոքր էր, իր ծնունդի տորթերը միշտ ես էի թխում, դա ոսկե օրենք էր, դաժե տաքսիկոզի մեջ դաղով փղի, մեկա ես թխեցի, պարկած անկողնու մեջ խորիկը բերել էր, պարագաները ես թխում էի տորթը։ Մեկ պեկալակ տորտիկ սարքեք, ու համով սարքեք։ Իսկ ես համով տորտիկ սարքեք։ Հա, բապետ վատ անել։ Ոչքի եմ մի հատ քո բանը, գոգնոցիկը։ Մենք արդեն լցրել ենք առաջինը կամած, դավս պետք այս խմորը սիրում ա, որ իր հետ շատ նուրբ վարվենք, որ մեջը թթվածին մնա, որ լավ բարձրանա, հա դավս։ Հա։ Ու անցնենք երկրորդ խմորին։ Դավս գնաց արդեն քնելու, ես լվացել եմ մրգերը, այստեղ մեր երկու խմորներն են, մի քիչ քուջուջ են արել, բայց շատ մի դարձրեք, սլիվկին խփել եմ, այս սիրոպը սարքել եմ, այս մեկի վրա արդեն արել եմ, այս մյուսը վերևի շերտնա դեռ ձեռք չեմ տալիս եւ հավաքում ենք մեր տորտիկը։ Իսկ թվում է շատ համեղ է ստացվելու։ Այստեղ առաջին էս շերտը քսեցի, լավ պրապիտկա եմ արել, մրգերը շարել եմ վրան, մի քիչ էլ կարելի է, բայց ելակ դնել այսպես վիդեոյով կադրով որ նայում եմ, նոսրա, մրգի խնդիր չունեմ, հեսա կավելացնեմ ինչ պետք է։ Երկրորդ շերտը կդնենք, քանի որ փոքր սլիվկի է, խորիկը բերել շատ չուզեցի էլի ամեն շերտը մեջտեղից կտրեմ, որովհետև սլիվկին չէր հերիքելու։ Կարևորը պրապիտնի ու փափուկ լինեն խմորները։ Այդպես, ու դնեմ սառնարան ճուտոներս արավոտ ուտեմ, Սուսիկ ենց էլ անպայման ուզում եմ բաժին հասցնել սրանից։ Երեխեք ջան, մեր տորտը պատրաստ է, միջուկը հրաշալի, տեսքի վրա ժամանակ չեմ ծախսել, որպեսզի իդեալական հարթ լինի, քանի որ ծնունդ է, ոչ էլ զուտ մենք ենք ուտելու, այս ժամին այնքան հոգնած եմ, դեռ կոտլետներ էլ պիտի պատրաստեմ, так что խնդրեմ, այսպիսի համովություն վաղը կունենանք։ Դավիթ ու Արտաշեսից պատվերը կատարված է, խոր դու էլ չես իմ որ ինչ-որ տենց թխված կլինեմ տանը։ Կարոջի, ապրեմ։ Հե նայեք ինչքան սիրուն ծաղիկներ են ժեստում։ Վարդերը բոլոր բացվել են։
մի հրաշք տեսար են, շատ սիրուն է, ես էլ մեր տերևիշկան, իհարկե սառնոտ է, հատկապես տեղ մի սառնա լինում, որովհետև բարձրադիր է, բայց հուսամ, որ չեմ մրսի, սենց եմ հագել կիսաթև, մանդալա դահլիճում եմ, այսօր դասը այստեղ կընթանա կարծում եմ, երեխեք ջան, այնտեղ էինք անում սովորաբար, բայց այսօր միգուցե ստեղ նստենք տեսնեմ։ Ես դասից եկա տուն եւ վերջապես իմ սարքած խմորեղենը ես էլ կարող եմ փորձել, որիկն երեխեքը փորձել են, իսկ ես ոչ։ Մենակ աբիդնի մի բան եղավ, երկրորդ շերտը մոռացա պրապիտկա անել սիրոպով, դրա համար կարող է մի քիչ չոր լինի։ Ինչ է բան։ Հա, խմորը կարող է ավելի փափուկ լինել, բայց համով է։ Ուղղակի ասել եմ ոնց որ այս մասին, խնդիրը նա էր, որ սլիվկին 500 մլ էր բերեխորենը ու ամեն այդ մի շերտը չէի կարող մեջտեղից կիսել ու սենց մի հատ անեի, վրան շերտ, մի հատ անեի, վրան շերտ, հետո մի հատ։ Դրա համար ինքը ավելի այն դեպքում փափուկ է էլի լինում, որ ով ես դրել եմ։ Չէ, չորությունը ես մի քիչ զգում եմ, բայց մրգերը ու սլիվկին փորձում են այդ բալանսավորել։ Բարձրացավ խորս։ Մերսի շատ։